Հայաստանը 6 միջպետական գանգատ ունի միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի։ 4-ը մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, մեկական հայցեր միջազգային և միջազգային քրեական դատարաններում։ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի 5 հայց ունի, 2-ը արբիտրաժային դատարանում են, որոնցով Բաքուն Երևանից նյութական վնասի փոխհատուցում է պահանջում։ Միեդում 2 մեկական հայցեր Հաագայի 2 դատարաններում են, միջազգային և միջազգային քրեական։ Այս հայցերն են Երևանն ու Բաքուն հետ կանչելու համաձայն խաղաղության համաձայնագրի, որի շուրջ 1.5 տարի տևած բանակցությունն այս շաբաթ ավարտվեց։ Հայցերը ներկայացվում են, ակնհայտ էր, որ այս հայցերը ավարտին չեն հասցնում։ Ինչու է Ադրբեջանը ձգտում, որ միջազգային ատյաններից դուրս գան իր դեմ գանգատները։ Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է ըստ միջազգային իրավունքի մասնագետի։ Հայցերի հետ կանչը նշանակում է, որ Երևանն ու Բաքուն այլևս վեճ չունեն և կարելի է հիմնավոր փակել Արցախի հարցը։ Ինչ է տեղի ունենում, գալիս են իշխանության, ասում են գալիս են, որ Արցախը անկախ լինի, որ չկորցնենք։ Դրանից հետո Արցախ տեղի է ունենում պատերազմից հետո ասում են, դա մենք հեսա անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա կիրականացնենք անկախացումը, դրա վրա էլ կավելացնենք Հադրութի և Շուշի ապա դեօկուպացիան։ Դրանից հետո, երբ որ արդեն ակնհայտ է լինում, որ այս պահին արդեն քաղաքականապես ընդհակառակը նպատակահարմար չի, որ Արցախի հարց լինի, հետևաբար պետք է այս թեմաները փակվեն։ Պաշտոնական Երևանը պատճառաբանում է, թե համաձայնելով միջազգային հայցերի հետ կանչին, վերացնում է խոչընդոտը խաղաղության գործընթացի ճանապարհից։ Իրավունքի փորձագետները նկատում են, եթե երկու պետություն վեճ ունեն, դրանք լուծելու լավագույն տեղը միջազգային դատարանն է։ Հատկապես, երբ այսպես կոչված խաղաղության համաձայնագրերով կողմերը չեն պարտավորվում վերացնել միմյանց նկատմամբ թշնամանքը։ Օրինակ, եթե նախատեսենք, որ Ադրբեջանը ընդունում է, որ իրենց մոտ կա արմենոֆոբիա և արմենոֆոբիայի դեմ պետք է պայքարի, այդ դեպքում իմաստ չունի, գնանք դատարանով արձանագրենք մի բան, ինչը ստորագրվում է։ Միեդ Հայաստանի ներկայացրած որոշ գանգատներ առնչվում են ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիների ապօրինի դատավարություններին և պատերազմի ժամանակ անհետ կորածներին։ Հրաժարվելով Ադրբեջանի դեմ վեճերից, Երևանը կազատի Բաքվի ձեռքերը հայ գերիների նկատմամբ ցանկացած որոշում կայացնելու և անպատիժ մնալու համար, քանի որ խաղաղության համաձայնագրում խոսք չկա այն մասին, որ Բաքուն ընդունում է մարդու իրավունքների խախտումները ու գրավոր պարտավորվում լուծել դրանք։ Այստեղ ակնհայտ հերթական սուտն է տեղի ունենում, երբ որ փորձ է արվում այսպես ասած հարաբերությունների նորմալիզացիան և խնդրի կարգավորումը իրարից ոնց որ փոխկապակցել, հա, այսինքն ինչ է լինում, եթե մենք ինչ-որ մեկի հետ վեճ ունենք, եթե վեճը սպառվում է, ակնհայտ է, որ դատարան չեն գնում, բայց վեճը չի սպառվում։ Երևանի պատրանքը, որ Բաքվի հետ թուղթ ստորագրելով հնարավոր է ապահովել հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը, ոչնչացնում է Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնելով։ Մասնագետները նկատում են, հազարավոր մարդկանց առնչվող գործերը միջազգային դատարաններից հետ կանչելով, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի լուծում Ադրբեջանի հետ վեճը, այլև իր դեմ դատական գործընթացներ սկսելու հիմք է տալիս։